ապաստների ծավալը, որը որ եթե դատարանը սահմանի այդպիսին, այդ ապաստների ծավալը սպառելուց հետո, այսինքն հետազոտելուց հետո քրեական դատավարության օրենսգրքի 334 հոդվածի կարգով կողմերը եւ մեղադրանքի եւ պաշտպանական զրկված չեն ծավալի լրացում կատարել։ Եթե ցանկանում եք այս փուլում, որովե խնդիր չկա։ Խնդրեմ։ Ես հաջորդ փուլին կներկայացնեմ։ Լսենք, պարոն։ Լավ, լսենք ձեզ։ Լավ, դուք ինքներդ որոշեք, հա։ Խնդրեմ։ Նախ ներողություն եմ խնդրում։ Ուշացումով ներկայացակ ընդունեցինք այդ ամեն ինչը, գիտենք, որ ծանրաբեռնված եք եղել այլ գործերով, այդ այսօր եթե կուշանակ, դատանի պահանջը ուղղակի տեղեկացրեք։ Նախապես նաև կներկայացնենք բազմին տեղեկացրեք։ Անպայման, որևէ խնդիր չեմ տեսնում, իսկապես ին բաց թողումներ, նաև դատավարության մասնակիցներից եմ հայցում ներողամտությունը, որ ուշ եմ ներկայացվել եւ այս հարցի վերաբերյալ որպես այդպիսին ամփոփիչ հատվածում եմ դիրքորոշումս ներկայացնում, թեև նույնիսկ եթե սկզբնական փուլում էլ ներկա լինեի պատվարժան դատարան, ես կարծում եմ մենք նույնիսկ նախնական դատալսումների ըստ էության մեղադրանքի կողմի տիրույթում գտնվող հարցի վերաբերյալ ունենք անհաղթահարելի խոչընդոտ դրա օրինականության տեսանկյունից, դրա իրավաչափության տեսանկյունից։ Փորձեմ պարզաբանել իրավիճակը պատվարժան դատարանում։ Մենք քննարկում ենք ապացույցների, հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը, բայց գտնվում ենք փաստացի անօրինական հարկադրանքի իրավիճակում։ Բնականաբար դատավարության մասնակիցներից եւ որևէ մեկը սուբյեկտիվ իմաստով այդպիսի ընկալում չունի, բայց այն փաստը, որ մենք քննարկում ենք այս հարցը, երբ Բագրատ Սրբազանը եւ պարոն Չախալյանը կալանավորված են, եւ կներեք, թեև իմ պաշտպանյալի իհարկե վերջինս եւս դրա հետ իհարկե համաձայն է, բայց դասական իմաստով հնարավոր է շահերի հետ համընկնող չլիներ, բայց պատվարժան դատարան չի կարող լինել իրավիճակ, երբ 18 անձի նկատմամբ կա նույնությամբ, նույն բովանդակությամբ մեղադրանք, բոլորի նկատմամբ կիրառված լինի այլընտրանքային խափանման միջոցներ կամ դրանց համակցություն, բայց երկուսի նկատմամբ կիրառված չլինի։ Ապացույցների ծավալի հարցը քննարկելու ընթացքում մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ որևէ մի բովանդակային տարբերություն այս ընդհանուր առմամբ ակնհայտ անհիմն քաղաքական ապօրինի մեղադրանքների տեսանկյունից չկա։ Հիմա հարց է առաջանում, ինչով է պայմանավորված, որ Բագրատ Սրբազանը նախնական դատալսումների այս կարևորագույն հարցի քննարկմանը պետք է մասնակցի, դիրքորոշում ներկայացնի կալանավորվածի կարգավիճակով, պարոն Չախալյանը պետք է մասնակցի այս հարցի քննարկմանը կալանավորվածի կարգավիճակով, իսկ մյուս մեր գործընկերները ունենան հնարավորություն ավելի մարդասիրական խափանման միջոցի։ Իդեպ կարևոր հանգամանք եմ ուզում նշել, այնպես չէ, որ նշածս խափանման միջոցների վերացումը որևէ մեկի կողմից հատուկ մարդասիրական մի հայեցողական լիազորության իրացում է լինելու։ Այն մարդասիրության սկզբունքից բխող պարտականություն պետք է հանդիսանա։ Անկեղծ եմ ասում, պատվարժան դատարան նույնիսկ միջազգային իրավունքում Վիեննայի կոնվենցիան միջազգային պայմանագրերի մասին ուղիղ նախատեսում է, որ հարկադրանքի կամ սպառնալիքի ներքո պայմանականորեն պետությունների միջև կնքված պայմանագրերը առ ոչինչ են։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, երբ մեզ հետ փաստացի, որովհետև սա միասնական պաշտպանության կողմ է։ Երկու անձի նկատմամբ դեռևս պահպանվում է ամենաինտենսիվ խափանման միջոցը, եւ ես չունեմ պատասխանը, թե ինչու։ Այսինքն ես կարող եմ մյուս պատասխանը տալ։ Կյանքը եւ այս դատավարությունը ապացուցեց, որ բոլոր մեղադրյալները, որոնց նկատմամբ կալանքներ կիրառված որպես խափանման միջոց, ում նկատմամբ այն փոփոխվել է, իրենց վարքագծով ապացուցեցին, որ կալանքի անհրաժեշտություն ի սկզբանե էլ չի եղել։ Ի սկզբանե էլ բացակայել է։ Հիմա հարց է առաջանում, հանրային մեղադրողները պատկերացնում են, որ կարող է լինել օրինական, իրավաչափ, նախնական դատալսումների այս առանցքային կարևոր հարցի քննարկումը,
Երբ երկու անձ դեռևս գտնվում է կալանքի պայմաններում առանց որևէ հիմքի։ Պատվարժան դատարան, ես անկեղծորեն եմ ասում, ես գտնում եմ, որ այս հարցի քննարկման շարունակությունը կամ այս հարցի ավարտը, որը բնականաբար նախնական դատալսումների տեսանկյունից կարծում եմ շատերը կհամաձայնվեն, երկու հարցն է առանցքայինը։ Առաջինը խափանման միջոցի վերաբերյալ հարցերը, այնուհետև ապացույցի ծավալի որոշման հարցը, որտեղ սրանով մենք հաջորդիվ մեր բոլոր գործողությունները պետք է ինչ-որ իմաստով կանխորոշենք։ Եվ այս առանցքային հարցի քննարկումը մենք իրականացնում ենք իրավական իմաստով աբսուրդային մի իրավիճակում։ Ես անկեղծորեն եմ ասում պատվարժան դատարան, ես կպատկերացնեի, որ հանրային մեղադրողները ոչ թե այս պահին պետք է փորձեին անհնարինը թվացող եւ իրականում այդպիսինը հանդիսացող մեղադրանքի ապացույցների հետազոտման ենթակա ծավալի հարց փորձեին ներկայացնել իրենց դիրքորոշումներով, այլ պարզապես կարող են հանդես գալ Բագրատ Սրբազանի եւ պարոն Չախալյանի խափանման միջոցի վերանայման միջնորդությամբ։ Վստահորեն եմ ասում, դրանից Հայաստանում աշխարհը կամ երկինքը փուլ չի գա։ Պատվարժան դատարան ամփոփելով զուտ հարցի վերաբերյալ, թեև ես գտնում եմ այն խնդիրը, որը ներկայացվել է, իսկապես անհաղթահարելի է, բայց մյուս կողմից հաղթահարման մեխանիզմը կա, այսինքն կարող ենք հիմա ընդհատել այս հարցի քննարկումը, խափանման միջոցների հարցը լուծենք, որովհետև մեղադրյալների միջև չի կարող հավասարությունը չլինել, կամ ներկայացրեք այդ ինչն է ամենաանհաղթահարելի այդ տվյալը։ Բագրատ Սրբազանը այս ժամանակահատվածում ավելի շատ մարդատեսակց է, հանդիպ է, զրույց է, քան մյուս մեղադրյալները բոլորը միասին վերցված, լինելով կալանավորված։ Լավ, ինչ ռիսկի մասին ենք էլի խոսում։ Ինչ ռիսկի մասին ենք խոսում։ Եթե Արթուր Սարգսյանի տեսանկյունից ենք նայում, թե ինչ ներկայացվել է, ես չգիտեմ ինչա ներկայացվել Արթուր Սարգսյանի մասին։ Այնպես չի, որ նիստին ներկա չեմ եղել, դրա համար չգիտեմ։ Նիստին ներկա չեմ եղել, գործընկերս պարոն Խաչատրյանը ներկա եղել, ես էլ ամբողջը միշտ դատական նիստերից հետո շնորհակալ ենք զանգվածային լրատվության միջոցների գործընկերներին, բոլոր տեսանյութերը հասանելի են։ Ես չհասկացա ինչն է ներկայացվել Արթուր Սարգսյանի վերաբերյալ։ Ինչն է էլի։ Ոնց ենք, որ օրինակ ինչ ապացույցի դեմ հատուկ մարտավարություն մշակենք, որ մենք էլ դիրքորոշումը ներկայացնենք, ըստ դրա հերքելու, թույլատրելիության եւ այլ մարտավարությունը մշակենք։ Իմ մոտ տպավորություն է, որ մենք գտնվում ենք հին Հռոմում, որտեղ հնարավոր է միասնական մի մեղադրանք առաջադրել ու դրանով ասել վերջ, գնացինք առաջ։ Յուրաքանչյուրը ստեղ առանձին մեղադրյալ է իբրև հանդես գալիս։ Պատվարժան դատարան այսքանն էի ցանկանում ներկայացնել, իսկապես կարծում եմ, ինչքան էլ հենց կարևոր հարց լինի ապացույցների ծավալի հարցը, կարծում եմ դրա շրջանակներում ունենալ նման իրավիճակ, նման ապօրինություն, որը շարունակվող է, տևող է, բայց միաժամանակ 3 րոպեում հաղթահարվող, որի պայմաններում կրկին երաշխավորում եմ, երկինքը փուլ չի գա, աշխարհը փուլ չի գա, որևէ մի անհաղթահարելի դժվարություն չի լինի, որը ապացուցեցին 16 այլ անձինք այս վարույթով, որովհետև երևի երբ ի սկզբանե մեկի խափանման միջոցը փոխվել էր, օրինակ սարկավագինը երևի տպավորություն էր, որ վերջ, աշխարհը փուլ է գալիս, ապոկալիպսիսն է մոտենում եւ այլն, բայց տենց չեղավ։ Որովհետև խափանման միջոցը խափանման միջոցի մասին պետք է լինի, ոչ թե ապոկալիպսիսների կամ այլ նման երևակայությունների։ Շնորհակալություն պատվարժան դատարան։ Շնորհակալություն պատվարժան դատարան։ Ես ներկայացված ապացույցներին բովանդակ